Այս հետքերը Շիրակի մարզի Հովունի համայնքի ցանկատարածություններում են առկա։ Սրանք ոչ տրակտորի, ոչ շարքացանի, ոչ էլ մեկ այլ գյուղատնտեսական մեքենային են պատկանում, ոչ ավել, ոչ պակաս Սեյրանի ցանկատարածություններով տանկերն են շրջագայել։ Իրական զրահամեքենաները, որոնք պատկանում են ռուսական 102-րդ ռազմաբազային։ Տարվա բոլոր ժամանակահատվածներում կանցնին ու ստից 20 օր առաջ անցան մոտավորապես 40-ից 50 տանկ։ Զարգին սպես եկան մեր ջրատարներն փլեցին սաղ մեջը բիտոն է ջրատարները նույնիսկ այս կարմուճը տիա խնդրեմ բիտոնից զարգե չարտե անցել մենք ստից մեր տարի ու կես առաջ դաժես կարմուճը չունենք հնարավորություն չունենք որ մեր ցանած բեջարածը հասցնենք մեր տները բլած էր սապսը ավիրել էին ոչ մի հատ եմ սովից չունին այդ մարդիկ անխիղճ ավարի կանցնին Վարկով, պարտքով, հալալ քրտինքով Սեյրյանը մի կերպ հողը վարում, ցանում, մշակում եւ արածը ջուրն է լցնում։ Ռուսական 102-րդ ռազմաբազային պատկանող տանկերն ու զինվորները ավերում են նրա ցանկատարածությունները հենց աչքի առաջ։ Օրնական ճանապարհը խնդրեմ, դիա օրնական ճանապարհը թողել են կանաչը բուսնել իրանք մտել են արդերով։ Դեդիկ իրանց պետք է հարցնեք, ես մեջ այսօր գիտենամ են չի, ես քսեր սպես գնացեք։ Իրանց ցաներ մեքենաներով, BMW-ներով, տանկերով Լրիվ իրանք են քանդող կարել ես ու բացարձակ ասենք որ դիմենք էլ օգնության բան չկա իրանց մարշրուտն էլ էսպես չէ իրանց մարշրուտը մարմաշինի կողմից է քեղնի ասենք իրանց զորքերով դաշտերի միջով կանցնին սեսել քսեպրիկաս աներանել Սեյրյանը ասում է ինքն այս հողատարածությունները մշակում է վարձակալական հիմունքով դրանք համայնքապատկան են իսկ Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության հանրապետական գործադիր մարմինների տարածքային գործունեության համակարգման բաժնի պետ մարզպետունի Մարկարյանը ասում է, որ այդ հողերը պատկանում են ռուսական կողմին, նրանք էլ տնօրինում են իրենց ուզած ձևով։ Պաշտոնյան նաև տեղեկացնում է, թե գյուղացիները լավ էլ գիտեն, որ յուրաքանչյուր տարի կանգնելու են նույն խնդրի առաջ, սակայն միևնույն է հողերը վարում են որոշակի բերքի ակնկալիքով։ Հողի մշակը սակայն բարձրաձայնում է, որ դրանք իր վարձակալած հողակտորներն են, անգամ ռուս սպաները գիտեն այդ մասին։ Ավելին եղել է անգամ դեպք, երբ Սեյրյանը ընդդիմացել է թույլ չի տվել տանկերին անցնել իր մշակած հացահատիկի արտի միջով, բայց ապարդյուն։ Մեզ մեր ռուսական տանկերը անխիղճ ավարի մտնինքը մեջը ու կտրոր են դիմացն է կկայնիմ տանկի խորուրդ կուտամ որ ճամպեն են կամածիրը հրամակուդատը կշեպվեր են դրած ես մի արդը հեկտարը վարել ցանելուն իմ վրա կնստի ուղիղ $1000 փարա մի արդս վարեմ ցանեմ սերմը հաշիվեք այսօրվա թերությամբ սերմի շուկայականքինը սայլարկի շուկայականքինը Զատո մի հեկտար վարելը 15000 դրամ է։ Մի հեկտար չիզելելը 10000 դրամ է։ Սաղ դրանք հաշիվեք, գումարեք աշեկիչ կստացվի։ Խնդրեմ, մի հեկտարը ստեղ են ավիրե, 2 հեկտարը ստեղ են ավիրե, 2 հեկտար ու կեսը ստեղ են ավիրե, դիանի, խնդրեմ, սաղ է տաշտես։ Իմ հասանել կեսել ունիմ 2 ադան չափած երեխա, մեկը 3-րդ դասարան է, մեկն է 5-րդ դասարան է։ Ուրիշ աշխատանք չունիմ, իմ աշխատանքներից այս հողերը նոր վարեմ, ցանեմ, իմ ընտանիքիս գոյությունը պաշտպանեմ։ Փաստորեն այս խնդիրը տարիների պատմություն ունի, լուծումը բացառվում է այլապես հայկական կողմը գլուխը կախ, լեզուն էլ սուս արած չէր գնա ու ռուսական բանակի զորավարժություններից հետո ցակած խնդիրները չէր կարգավորի։ Մեզ ճամպեն էլ կօգտագործեն այդ տանկերը չի թույլատրվի ճամպեկով ասել, տեսակ մեր ճամպեկի վիճակը։ Եվ այս կողմը եւ այն կողմը, սերունի կազիկից վրայով կասին եղել է տարածել են եկել ենք փակել ենք Ըստ մարզպետունի Մարկարյանի անընդհատ ռուսական տանկերի անիվների տակ պայթող գազատարը սխալ է անցկացված ստացվում է Սեյրյանը հողը սխալ է վարձակալել գազատարը սխալ է կառուցվել ոռոգման ջրատաշտակները կրկին անհարմար տեղում են տեղադրված միակ ճիշտ կողմը եղբայր Ռուսաստանն է իր տանկն ու Շիրակցու հացահատիկի արտում վրան խփող զորավարժություն անցկացնող բողոքողի վրա էլ հողորտացող ռուս զինվորը իսկ թե ով է Հայաստանում հայ մարդու տերն ու տիրականը ու թե ինչպես է Հովունիում տարիների վաղեմություն ունեցող այս խնդիրը լուծվելու տեղյակ չէ ոչ Սեյրյանը ոչ գյուղապետի տեղակալը, ոչ էլ Շիրակի մարզպետարանի պատասխանատուն։ Ամեն դեպքում խոսքերի մեջ զգուշավոր եղեք միջպետական հարցեր են դրանք մեր լուծելով չեն։ Հեռախոսազանգի միջոցով մեզ փոխանցած մարզպետունի Մարկարյանի խոսքերն են սրանք։ Արմենու Հիմինասյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։